Խնդիրն այն է, որ առանցքային կոնսոլիդացիոն կենտրոնի հայտ ներկայացրած 3-4 ուժերից մեկը կամ երկուսը իրենց այլընտրանքային ծրագրերով եւ արդյունավետ գործունեությամբ պետքա կարողանան հասարակության մեջ այդ հավատը արտնացնել։ Այսինքն հիմա ընդդիմության դաշտում է գնդակը, կամ այդ առաջադրանքը մենք որպես ընդդիմություն կատարում ենք եւ հասարակությանը վերադարձնում ենք ընտրությունների միջոցով բան փոխելու հավատը, կամ Նիկոլ Փաշինյանը այս բոլոր այլանդակություններով նոր մանրամասն 3-4 ծողության մասին խոսեցին, վերարտադրում է իր իշխանությունը։ Այսինքն ես ասում եմ, ոչինչ կորսված չի, եթե մենք արդյունավետ գործենք, եւ ասում եմ, որ շատ բան կարող ենք կորցնել, եթե այսօրվա ստատուս կոն շարունակի պահպանվել։ Մենք ունենք դերևս մոտ 1.5 ամիս ժամանակ այս վիճակը շտկելու համար, որովհետև մարտի կեսերից արդեն ընտրական ընթացակարգի շոր գործողություններ են սկսվում։ Միջև այդ պետք է նախապատրաստել, որ դրանք կարողանանք մարտի կեսերից հետո միջև հունիսի 7 կապիտալիզացնել։ Տնային աշխատանք պիտի կատարենք, որ մարտից հետո կարողանանք դա կապիտալիզացնել։ Բավարար է կատարվում աշխատանքը։ Ես հեռու եմ այդ մտքից։ Ընդհանրապես հույսեր կան, որ գոնե 1 կամ 2 քաղաքական ուժ կարող են այդ առաջադրանքը կատարել եւ ինտրիգ վերադարձնել ընտրական միջավայր, այո։ Դրա համար եկեք ձեր ու մեր բազմահազարանոց լսարանի մտահոգությունները կիսելով հանդերձ, եկեք ասեմ, որ հնարավորությունների պատուհանը դերևս փակված չի։ 3 գործողություն կամ սկզբունք, որ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի իրոք հաջողության հասնի։ Գոնե առաջի տասնյակը 20-յակը ցուցակների իսկապես պրոֆեսիոնալ քաղաքական միտք ու պրոդուկտ ստեղծող մարկանցով ձևավորել, մարկանցով, որոնք հասարակության մոտ վստահություն են ներշնչում։ Այդ մարկանց թիվը Հայաստանում շատ մեծ էլ չի, էլի 50-ից 100 մարդ են, որոնց բոլորին դուք շատ լավ ճանաչում եք, որտեղ 3-4 տարի հետևողականորեն անհոգնել ինչ-որ նաև իրենց առողջության հաշվին, տարբեր եթերներով անդադ այդ ճշմարտությունը հասցրել են ընթերցողին։ Այդ մարկանց, որոնք նաև մասնագիտական ներուժ ունեն, ցուցակներում ընդգրկվել, այդ 50-100 մարդու համար հաստատ 3-4 ազդեցիկ ցուցակներում տեղեր կգտնվեն։ Սա մեկ, երկրորդը հստակ այլընտրանքային քաղաքական ծրագիր ունենալ, քաղաքական, որ ասում եմ, այդ տնտեսությունն է մտնում, անվտանգությունն ամեն ինչ, որը հեքիաթների ու ցանկությունների շարան չի լինելու, այլ հստակ, չափելի, ռեալիստական ծրագիր է լինելու, հաշվի առնելով այն վիճակը, որում գտնվում է երկիրը, այդ երկու, եւ ճանապարհային հստակ քարտեզ։ Այս 3 բանը պարտադիր այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են իշխանափոխության իրականացմանը կամ առնվազն մեծ ներկայություն ունենալուն խորհրդանում պիտի անեն։ Եթե 3 բաղադրիչներից ինչ-որ մեկն էլ արդյունավետ չարեցին, այդ ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոնը կաղա լինելու, գիտեք ինչի մասին եմ խոսում։